Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք դերոջը դունը կալ միասնապար դեր բաշտելու։ Հոդնգայս պիտի երկենք 54-րդ երգը, կովապանենք օրհնյալ Հիսուս փրկիչ մեր Տեր։ Դերը շնորհ որ միշտ փառապանության ուրախությամբ գդարենք այդ փառապանությունը։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 5 փառապանություն։ Ով իմանցս օրհնե դերը ու այն ամենը որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը։ Ով իմանցս օրհնե դերը ու անոր որ գկավե բոլոր անօրենություններդ ու գբժշկե քու բոլոր հիվանդություններդ որ գտե կյանքը տղականտենեն եւ գբսարե քեզ ողորմությունով որ գլեցնե քու ձեռությունդ փարությունով ու քու մանկությունդ արձիվին պես կնորոքվի Անիգա իր ջամփաները Մովսեսի ջանցուց ու իր կորձերը Իսրայելի որդիներուն Անիգա մինչև վերջը չհագարագիր
եւ հավիդյան ող չբահեր։ Անիկա մեր ներերուն համեմատ շրապեսի, ու մեր անորություններուն համեմատ հակասություն շրապեսի։ Հաբա որչափ որ երգինք երկրե բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մե վաղցողներուն վրա զորավոր է։ Որչափ որ արևելքը արևմուտքեն հերու է, անչափ հեռացուց մեզնեն մեր հանցանքները։ Ինչպես հայրը գկթա իր որդիներուն վրա, այնպես դերը գկթա իր մե վաղցողներուն վրա։ Բասնզի անտիլե մեր կազմվածքը, գայիշե որ մենք հող ենք։ Մարդուն օրերը խոդի բեսին, ինչպես թաշտի ձաղիգը, այնպես կձաղգի։ Բասնզի հող անոր վրայի անցի, ու անոր չնչանա, և անոր դեղը չանշնար սալիկը։ Բայց դերոջը ողորմությունը հավիդյանս հավիդենից իր մե վաղցողներուն վրա է, ու անոր արդարությունը որդվոց որդիներուն վրա։ Անոնց վրա է, որոնք կբանեն անոր ուխտը, և կհիշեն անոր պատվիրանքները ու կկատարեն։ Դերը իր աթորը երկինքի մեջ հաստատեց, ու անոր թագավորությունը ամենուն վրա գդիրե։ Օրմեցեք դերը, ով անոր հեշտակները, որ ուժով զորավոր եք, որ անոր խոսքին ձայնը լսելով, իր հրամանը կկատարեք։ Օրհնեցեք դերը, ով անոր բոլոր զորքերը, անոր գամքը գադարող բաշտոնյաները, անոր դերությանը ամեն դեղերուն մեջ օրհնե դերը, ով իմանցս։ Դերը օրհներ խոսքին ընթերցումը գերավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոչկահում մոդեցնե։ Մեր սիրելի բաշտելի հայրը, մենք ալ ներգայության մեջ եկած ենք հավաքապար քեզ փարապանելու, քովելու, մեծարելու, բադվելու, բաշտելու, այո դեր փառք կուտանք, որովհետև թուն արժանի ես ամեն բաշտամունքի, փառքի, երկրպագության եւ որքան փառք կուտանք, որ մեզի պես անարժաններուն, մարդ արարածներուն այս մեծ շնորհքը հրած դեր Հիսուսով մեր թիրքը բարձրացուցիր եւ դեր մենք հիմա արիթ ունենք բաց է ջամփան թեպի քեզ քալու ոչ թե անոր համար որ արժանի ենք հաբա անոր համար որ թուն շնորհ կրիր մեզի սիրեցիր անու սիրովդ եւ դեր քեզի մոդենալու արտոնությունը ըստացանք շնորհակալ ենք դեր ամեն անգամ ամեն ադեն ամեն ժամ ովևէ դեր գրնանք մեր շնորհակալությունները քեզ հայտնել մեր կողունակությունը հայտնել բաշտել քեզ եւ մեր դեր պետքերը հայտնել քեզի փառք կուտանք այս օրհնյալ հաղորդակցության համար որ գվայելենք դեր աշխարհ աշխարհի մեջ այո դեր եթե քեզ չունենայինք մենք ամենաթշպախտ խղճալի մարդիկը բիդլայինք բայց փառք կուտանք որ դեր Հիսուս աշխարհ եկավ եւ մեզ փրկեց մեղքի իշխանութենեն մեղքի զորութենեն մահվան իշխանութենեն եւ մենք քու մեջը գադարյալ ուրախություն ապահովություն եւ հավիդենական կյանքի հույս ունեցանք փառք կուտանք որովհետեւ քու շնորհներդ անթիվ եւ անհամար են բոլորին համար միապերան դեր մեր շնորհակալությունները գայտնենք եւ գաղութենք որ այս բաշտամունքը օրհնես Քորտնությունը թանկչի մեր բոլորին վրա եւ քո հոգիդ այնպես մկորձե որ այս բահը բոլորիս համար հadouk բահը լա որում մեջ ինչ քուցայնդ կլսենք խոսքդ կլսենք դեր օրհնվինք քու հբումը դեր ըսկալի լա թփչիս բոլորիս եւ դեր խոսիս բոլորիս նորոքես մեր հավատքը զորացնես ամբրաբնտես քու վրատ եւ դեր շարունակենք այն կյանքը, որուն համար գանչված ենք, փառք կուտանք դեր խոսքիդ համար, փառք կուտանք Սուրբ Հոգու բնակության համար, քեզի գանցնենք այս պաշտամունքը եւ գուզենք, որ երրորդությունը փառավորվի։ Հիշե մեր բոլոր հիվանդները դեր, աղոթքի նյութեր ունենք, մեր սրտերուն վրա ծանրացած հիվանդներ ունենք դեր, որոնք անգողինի գծարային, բոլորին թուն օգնության հասնիս։ Մանավանդ դեր գաղութենք մեր սիրելի քրոջ նվերին համար, որ կործողություն պիտի լա հաջորդ շաբաթ, ով դեր թուն բժիշկներուն,
ցերքերը, խորհուրդները, մտքերը շարժես, գարավարես եւ հաճող կորձողությունը լա եւ այսօր մեջալ քու անունդ փարավորվի խրովյալ երգիրները քեզի գբերենք դեր քու զավակները աշխարի բոլոր գողմերը որոնք իրենց հավատքին համար գահալացվին գփանդարգվին գնահատակվին բոլորին թուն զորացնես դեր հիշե մեր հայրենիքնալ դեր ողորմիս մեր բոլոր ղեկավարները շնորհած կայդ արչև գբերենք որբեսի բոլորին իմաստությամբ օժդես որբեսի անոնք դեր խաղաղ եւ շիդակ որոշումներ առնեն եւ խաղաղության մեջ լան եւ այսպեսով դեր մեր հայրենիքի մեջ ապմոհողի մեջ դեր այդ հողին վրա խաղաղությամբ ապրենք եւ դեր ավետարանի բարի լուրը դարածենք մեր 4 կողմը մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն եւ այսպեսով մեր ազգին մեջ եւ միջոցով երրորդությունը փարավորվի այս ամենը Հիսուսի անունով գխնդրենք շնորհակալ ենք որ լսեցիր եւ պատասխանեցիր ամեն Ամեն Փարապանենք մեր դերը երկելով 385-րդ երգը Ամեն ով որ լսե դերոջ հրավերն Ամեն ով որ լսե դերոջ հրավերն Հրճագե ամեն գոմ այսպես կսեդերն Ամեն մարդիգա նոր բատկամը լսեն Ամեն ով գուզե թողքա Ամեն ով գուզե Այս պատկամ լերուց որ շուտով տարածե Սիրո հայր գանչե մոլորյան իր դուն Ամեն ով գուզե թողքա Ամեն ով որ գուզե թող չուշանա Հիմա թուրը փացե եւ մտնել կրնա Ամեն թուր նաեւ ջամփա Ամեն ով գուզե թողքա Ամեն ով գուզե Այս պատկամ լերուց որ շուտով տարածե Սիրո հայր գանչե մոլորյան իր դուն Ամեն ով գուզե թողքա Ամեն ով գուզե խոստուն աստույք է Ամեն ով գուզե պետք է միշտ համբերե Ամեն ով գուզե կյանք անմահբի դառնե Ամեն ով գուզե թողքա Ամեն ով գուզե Այս պատկամ լերուց որ շուտով տարածե Սիրո հայր գանչե մոլորյան իր դուն Ամեն ով գուզե թողքա Փառք Տերոջ որ այս շնորհքի թուրը դագավին փած է սիրելներ Սակայն օրը պիտի կա որ պիտի կոչվի Ուրեմն շատ կարևոր է որ հիմա գտնե մեր որոշումը անցնենք այդ թռնեն ներս մտնելու Մեր հաջորդ երգը պիտի լա 830-րդ երգը Ով մարդ խորած ես թե որչափ մեծ քին պիտի վճարես մեղքի հաճույքին
զղջում և արցունք, Ո մարդ ինչ պիտի ըլլակ ու վաղջան, թե ապրիս ան Հիսուս անհույս ավիդյան, ոչ խաղաղ, ոչ հանքիստ, ոչ շնորհք, ոչ Աստված, ահռելի է ըլլալ գործված, ահռելի է ըլլալ գործված, Ո մարդ կքշվիս հոսանքեն մեղքի, թեպի օվկիանոս եզերքեն հեռի, հուսահատության ալիք պիտի քան, նավը տանելու գորուստ վերջ տագան, Ո մարդ ինչ պիտի ըլլակ ու վաղջան, թե ապրիս ան Հիսուս անհույս ավիդյան, ոչ խաղաղ, ոչ հանքիստ, ոչ շնորհք, ոչ Աստված, ահռելի է ըլլալ գործված, ահռելի է ըլլալ գործված, Ո մարդ խորած ես դեռ չուտ գանցնին, աշնան մշուշին, անոն կնմանին, կյանքը ծագի բես ես մորնաս, արդուն գծագիս, իրգուն գչորնաս, Ո մարդ ինչ պիտի ըլլակ ու վաղջան, թե ապրիս ան Հիսուս անհույս ավիդյան, ոչ խաղաղ, ոչ հանքիստ, ոչ շնորհք, ոչ Աստված, ահռելի է ըլլալ գործված, ահռելի է ըլլալ գործված, Ինչպես նախորդ երգի մեջ ասինք, այդ շնորհքի թուրը դագավին բաց է, ուրեմն կարևոր է, որ մեր հարաբերությունները Աստծո հետ հիմակվեն է, շտկենք, քանի այդ շնորհքի թուրը դագավին փակված չէ։ Մեր փառաբանությունը պիտի վերջացնենք երգելով 471-րդ երգը, որ հետո պիտի ընկնենք մեներկը, մենք ունենք երկու մենագադարներ, Լևոն եղբայրը և Վիքի քույրը, այսօր Վիքի քույրը պիտի երգե, որ հետո նվիրահավաքը պիտի կատարվի։ Ուրեմն 471 Գերթան վարդեզը սարանցին, մինչ պայլի ծովրան վարդերու, ուրգուքավերեն, ծայն մեմորեն, Աստված որդին հայտնելու, գկալե ինձ հետ կխոսի, ինձ հետ Գսեթե ես իրեն եմ, ծնձունազոր մենք միասին վայլենք, ոչ մեկը ունիքին է, անուշ սայնով երկը խոսի, երկել է գտատրին
թրջնիկներ, բայց այն երկրնա սիրով ինձ կուտա, սրտիս մեջ են լավ չելեր, գքալե ինձ հետ կխոսի ինձ հետ, ու գսե թե ես իրեն եմ, ծնծումնա զոր մենք միասին վայլենք, ոչ մեկը ունիքին է, գուզեմ բարդեսին մեջ մնալ, թե բեդև մուտքի շերզիս բադեր, ցավով դանչված շատ մարդիկ կան, բայց որոնց հրգել զիսկուս է, գքալե ինձ հետ գխոսի ինձ հետ, ու գսե թե ես իրեն եմ, ծնծումնա որ մենք միասին վայլենք, ոչ մեկը ունիքին է։ Ժամանակը Վիքի քրոջ կհատկացնենք։ Աստուծո խոսքեն պիտի գարտամ։ Գարչ խոսքը, որ Ձնընթոց 41-րդ գլուխի մեջն է,
29-րդ համարն է Հովսեփ Փարավոնի երազը գմեկն է եւ գսե 29-րդ համարը ահա բոլոր Եգիպտոսի երկրի մեջ 7 տարի մեծ արադություն պիտի կա Դարվան երկրորդ մեր նոր դարվան երկրորդ գիրագին լալով հարմար սեբեցի Հովսեփի այս խոսքերը մեր խորհրդածության նյութը դարձնել Սակայն հիմք պիտի ունենանք շնորհքի տնտեսության մեջ առաքելական ողջամիտ վարդապետությունը 7 տարի մեծ արադություն պիտի կա խոսքերը հոգևոր առումով պիտի առնենք Մեր աղոթքը եւ մաղթանքն է, որ այս տարի մեզի համարալ արադության տարի մըլլա։ Բոլորս կուզենք, որ արադության մեջ ապրենք։ Աստվածալ կուզե, որ մենք հոգևոր արադության մեջ ապրենք։ Հովսեփի այս խոսքերը գրաբաշտ գայսրի մը ըսավ, գրաբաշտ ժողովրդի համար։ Աստված կործածեց այս եբրայեցի երդասարտը, երբ անհամբերեց Աստուծո միջամտության եւ անոր ժամանակին։ Թեփքը գրնակ կարդալ բոլորից ծանոթ է, ինչպես Հովսեփ գծախվի եղբայրներու գոմե Եգիպտոս գիշնե եւ անոր կյանքին հանգրվանները գկաչալերեն, որ 41-րդ գլուխը ծննդոց, երբ ցերդուները գերտակ գարտակ։ Եգիպտոսի ժողովրդին բարակային Արադության դարիները նյութական էր, երկրավոր էր, մարմինին համար էր։ Եվ անշուշտ, Աստուծո անհուն իմաստությամբ եղած գարկատրությունով Հակոբ նահապետ եւ իր բոլոր դուննալ սովեն փրկեց։ Սակայն մեզի շնորհքի շրջանի մեջ ապրող քրիստոնյաներուս համարալ ինչպես ասի, Աստված խոստացած է հոգևոր արադության մեջ ապրիլ։ Բողոս Արաքյալ գսե, բայց կարող է Աստված բոլոր շնորհները ցեզի արադորեն դալ, որբեսի ամեն բանի մեջ ամենադեն բոլոր ցեզի պետք եղածը ունենալով ամեն բարի կորձերու կամ կորձերով արադանակ երկրորդ Կորինթացիս 9:8 Արադություն Ինչ լավ բան է արադությունը, երբ աստուգամքի մեջ կգենանք, և մեր մխիթարության համար և հավատքի ամրապնդման համար գուզեմ հիշել այն բաները, զոր Աստված մեզի արադորեն տված է։ Ետք պիտի հիշեմ այն բաները, որոնց մեջ մենք պետք է արադանանք։ Արադանալու ենք։ Սուրբ Գիրքը հավասարակշռված գիրք մնե, դերը չուզեր, որ իր հետևորդները ծայրահեղության թագարդի մեջ ինան։ Աստուծո խոսքը մեզ ոչ կշռվարեցնե, ոչ ալ ծայրահեղության գտանի։ Մարդն է, որ իր նախաբաշխարումներ գունենա իր նախաբաշխարումներով եւ չուզեր իր խելքը փոխել, Աստված իր ենթահողեն համարություն գնե ու գբնթե իր համոզումը, որով Աստված իր անելիք կործը ունի, հավատացյալն իր անելիք կործը ունի։ Աստված արադորեն մեզի օրհնություններ տված է, եւ այսօր համար փառք ունենք։ Մենք ազատ կամքով հոժարելու ենք արաքինություններու մեջ արադանալու։ Աստուծո շնորհքը մեզի արադորեն դրված է, արադորեն, որոնց մե առաջինն է փրկությունը։ Այսինքն, ինչ կհասկանանք, երբ փրկություն գսենք։ Կհասկանանք Աստուծո առջև ծրիորեն արդարանալը, այս է փրկությունը։ Եվ անոր շնորհքովը ծրի գարթարանան Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով Հռոմայեցիս 3:24 Այս շնորհքը
արադորեն դրված է բոլոր մարդոց, անխդիր բոլոր մարդոց։ Հռոմայից գոծքիրքը լայն զավալի վրա գխոսի այս ուղությամբ, 5:17 գսե, վասնզի եթե մեկ մարդուն մեղքովը մահը թագավորեց այն մեկովը, որչափ ավելի անոնք որ շնորհքի ու արդարության բարգևին արադությունը գարնեն, կյանքի մեջ պիտի թագավորեն։ Աստված ակահ չէ, ոչ ալ խդրություն գնե, ասիգա մեծ մեղավոր մնե, ասի պանդարգված է մի քանի ամիսներ, ասի մույսը բարի է, խդրություն չուներ, հաբա փրկության շնորհքը արադ է, բոլորին բավարար է, որովհետև Աստուծո սերը արադ է, բոլորին գսիրե։ Մեկը գար, որ առաջին թարու մեջ ապրեցավ, Գիլիգյո, մեր Գիլիգյո նահանգեն էր, Դարսոնցի Սողոս։ Այս մարդը շատ քեշ մարդ մներ, ըստ երևույթին փարիսեցի էր, բայց սիրտը ինչ չարություններ էր Աստուծո, քրիստոնյաները գալած էր, կփանդարգեր։ Այս մարդը Աստուծո շնորհքին հանդիպեցավ։ Եվ շատ նամակներ գրեց իր հիմնած եւ ուրիշ եկեղեցիներու։ Նամակները մեկու մեջ այսպես կսե. Մեր Տերոջը շնորհքը խիստ շատ եղավ ինձի, հավատքով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։ Առաջին Տիմոթեոս 1:14։ Աստուծո շնորհքը արադ է, արադ։ Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ արադությամբ Քրիստոս Հիսուսի ցերկով, Բեթլեհեմի մեջ ծնող մանուկին միջոցով, ոչ թե ուրիշ գրոնքի հիմնադիրի միջոցով։ Այս շնորհքը, Աստծո շնորհքը միայն Հիսուս Քրիստոսով եղավ։ Դարձյալ Սուրբ Հոգին արադորեն մեզի տվավ։ Դիդոսի նամակի մեջ գգարտանք Դիդոս 3-րդ գլուխի մեջ 4-7 գսե Վասնզի մենք ալ 3 ներողություն 3-րդ գլուխ Դիդոս 3:4-7 Վասնզի մենք ալ ադեմ ամբիդ էինք անհնազանդ մոլորյալ եւ զանազան ցանկություններով ու հեշտություններով գծարայեինք չարությունով ու նախանցով գվարվեինք ադելի էինք եւ մեկս մեկ գադեինք բայց երբ մեր փրկիչ Աստուծոյին քաղցրությունը ու մարդասիրությունը հայտնվեցավ ոչ թե արդարության գործերեն զորոք մենք ըրինք հաբա իր ողորմությանը համեմատ մեզ փրկեց նորեն ծնանելու ավազանի միջոցով ու Սուրբ Հոգին նորոգելով զոր արադորեն թափեց մեր վրա արադորեն Որքան փառք կուտանք արադորեն այս մեծ նվերին համար շարունակ փառք տալու ենք հավատացյալին սրդի մեջ մեծ նվեր մնե որում միջոցով մենք այս ճամփորդության ընթացքին այս չար աշխարհի մեջ ուրախանանք Սուրբ Հոգին ուրախությունը գնորոգվենք անկուզե մեզ փոխել Հիսուսի նման ցնել ուզե ամեն ճշմարտության առաջնորդել այս մեծ նվերը Սուրբ Հոգին Սուրբ Քիրքին հեղինակն է Աստվածաշունչի հետևաբար ան Սուրբ Քիրքը հասկանալի կդարձնե անոնց որոնք Սուրբ Հոգին բնակություն ունին մեծ հարստություն մնա եւ անշուշտ Երբ թույլ գուտան, որ անկործե իրենց մեջ ազատորեն, առանց կաշկանդումի։ Դժվարություն այն է, որ մարդիկ թույլ չեն դար, որ Սուրբ Հոգին կործե իրենց ներսիտին։ Զանոն փոխե, դաշե, չեն ուզեր դրամատրվել Սուրբ Հոգին։ Ես եկեղեցիս կերտամ եւ վերջացավ։ Սուրբ Հոգիով եղել, ուր որեն է թող դեղը նստի։ Ես իմ ուզածից պես կյանք պիտի ապրիմ։ Անոր համար
եկեղեցի երթագուքան երբեք չեն փոխվի եւ ճշմարտությունը չեն հասկանալ, որտեղ Սուրբ Հոգին հեղինակն է, թույլ չեն դար որ հասկացնե։ Այս պատճառով աշխարհի աղը եղող, լույսը եղող քրիստոնյաներ, որոնց մեկ ակնկալվեր, որ աշխարհի լույսն են, Աստուծո անունը հայտնվելուն պատճառ կդառնան։ Շատ շատեր եկեղեցի աջակողներ Սուրբի հովեր գարնեն եւ այնպես մգցեվածնեն, որ հոգևոր են, գադարյալ հոգևոր են։ Բայց չեն դրամատրվի, որ Սուրբ Հոգիրանոց քեշ փնավորություններ են ցերփազադե ծիրենք։ Այնպես որ Պոս Արաքյալը Սուրբ Հոգին գսե արադորեն դվավ մեզի։ Բենտեգոստեի օրը Պետրոս Արաքյալ իր քարոզի մեջ Հիսուսի հարության եւ Սուրբ Հոգին ակնարկելով այսպես գսե. Ուստի Աստուծո աչ ցերկով բարձրանալով ու հոգվույն սրբով խոստմունքը հորմեն առնելով դարաձեց ասիգա, դարաձեց։ Հունարեն բնակիրը գսե միրասե Պլուսիոս, այսինքն ջոխության փաշխեց բոլոր հավատացյալներուն համար։ Այնպես որ Աստծո փառք կուտանք իր շնորհներուն համար, որ արադորեն դված է։ Խնդրելու պետք չունենք, ան դված է մեզի փրկությունը։ Աստված պատրաստած է ամեն բան գդարվեցավ սավ Հիսուս։ Միայն հավատա եւ գփրկվիս։ Եթե քու փերնովդ խոստովանիս Հիսուսը, դեր սրդիդ մեջ հավատաս, գփրկվիս։ Մենք միայն հավատքով յուրացնենք շնորհները։ Պետք չունի ասելու, «Ո, այս մեղքերս ինչ պիտի լան արդյոք, այսօր լուծումը գա, ինչ պետք է անեմ»։ Լուծումը գա, դրված է։ Հավատա, հավատա։ Անմա հոգիս փրկությունը ինչ պիտի լա արդյոք։ Ուր պիտի երթամ ես, երբ աչքերս փակեմ։ Ուր։ Պատասխանը կա, դրված է լուծումը։ Հիսուսը ասավ, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Հավատա, հավատա, հավատա գադարված կորձին, Աստուծո ըսածին հավատա, արադորեն ամեն բան փրկության շնորհքը Սուրբ Հոգին դված է։ Գքնադես այս շնորհները կալով մեզի ինգած բաժինին արադանալու համար, արադության մեջ ապրելու համար մեր ընելիքը կարևոր է։ Մենք հաճախ գխոսենք Աստուծո գադարած գործերու մասին։ Հիանալի է։ Աստված հզոր Աստված, Աստված հրաշքներ կգադարե, Աստված կյանքից մեջ այսպես հրավ, այնպես հրավ, մահվնե ազատեց, հիվանդ էի, բժշկեց, գործի հաջողություն տվավ, Աստված այս հրավ, այն հրավ։ Բայց եթե միայն Աստուծո գադարած գործերու մասին խոսենք, հավասարակշռությունը դուրս ելած մի դլանք։ Սուրբ Գիրքը հստակ ուսուցան է, թե հավատացյալը պատասխանատվություն ունի եւ առնելիք քայլեր ունի։ Հստակ կնե հավատացյալը բայկար ունի այս շնորհները մեծ փառավոր շնորհները մեզի կդրվին, սակայն մենք այդ շնորհքի մեջ պետք է աճենք։ Աստված պետք եղած միջոցները մեր դրամատրության տակ դրած է, մեր պատասխանատվությունն այդ միջոցները կործածել։ Քրիստոնյաներու կյանքը եւ անոնց հոգեվոր մագարտակը շատ ավելի բիդլար, եթե խորեին իրենց ինգած բաժինին վրա, իրենց ընելի կործի վրա։ Բայց մարդիկ կխոսին, Աստված այսպես հրավ, Աստված այնպես հրավ, 1980-ին այսպես հրավ, 2000 այսպես հրավ, գիշեմ, Աստված այդ հրաշքը կատարեց, իրավ, փառք Աստծո, եւ հոնդեղը կգենա։ Այնպես որ մեզի ինգած բաժինը գնենք ոչ թե փրկության արժանանալու համար, այլ որովհետև փրկված ենք։
Հետևաբար ինչ բաներու մեջ պետք է արադանանք։ Աստվածաշունչը ինչ կսե։ Առաջին Քրիստոսի խոսքը ծեր մեջ փնագի արադորեն։ Խոսքը ծեր մեջ փնագի արադության։ Ինչպես Գողոսացիս 3-րդ գլուխի մեջ։ Այս է մեր մաղթանքը այս նոր դարվան մեջ։ Աստծո խոսքը արադորեն փնագի մեր մեջ։ Եվ այս սիրելիներ, գախարտական ցևով չլար։ Քրիստոնեության մեջ գախարտական ցևով բան չի գա, օտոմատիկ ըսված բան չի գա։ Այս ժամանակ դրամատրել պետք է, չանք պետք է լա։ Կորձի ասպարեզի մեջ, նյութական բաներու մեջ, մեզ մե ով գագնգալ է, որ գախարտական ցևով հաջողություն ունենանք։ Մեկը ընկերություն մգպանա, խանութ մգպանա եւ գախարտական ցևով ամեն բան լավ գլա։ Չանք պետք է տապե։ Արդյունաբեր շահապեր կորձը գախարտական ցևով չի գա։ Քրիստոնեական կյանքի մեջ նույնն է բարական։ Աստծո խոսքը արադորեն փնագի ծեր մեջ։ Ժամանակ գիշես վերջին ադեն երբ Սուրբ Գիրք կարդացիր։ Մի քանի ամիս անցավ։ Շատ չէ, մի քանի ամիս։ Հիսուսը սավ մարդմյան հացով չաբրիր, հոս Աստծո խոսքով գաբրիր։ Երբ որ քեզի հարցնեմ, երբ ջաշրիր ու դելիկ գերար, ֆիզիկական մարմնի համար, երբ մի քանի ամիս առաջ, ամեն օր գուտենք, որպես մեր մարմիները սնունդ արդեն, ճիշտ այդպես ալ, մեր հոգևոր կյանքը, սնանելու համար, Աստծո խոսքը արադության պետք է փնագի, գարթանք սիրելիներ, Աստծո խոսքը գարտացեք, ժամանակ տվեք, եթե ասես ով Աստված խոսե ինձի, Աստված կսե զավագս, դված եմ քեզի, խոսքս, կուզես ցայնս լսել, գարտա Աստվածաշունչը, բայց մարդիկ ժամանակ չունին, ամեն բանի ժամանակ ունին, սելֆոնն մանավանդ ցերքի մեջ, այդ բստիկ կորցիկը բոլոր աշխարհի մեջ ինչ կա, աշխարհը ցերքի մեջն է։ Ինչ կուզես տնտեսական, քաղաքական, գրոնական, ամեն բան ցերքի մեջն է։ Բոլորը։ Ոս աշխարհը ցերքի մեջն է, պիտի ցկե Սուրբ Գիրք կարդա, մեղա, ադի ինչ խոսք է։ Հոն հասած են մարդիկ, բայց հոս գենթանի Աստծո խոսքն է։ Աստծո խոսքն է։ Ուրեմն այս եկող դարվա մեջ մեր մաղթանքն է, որ խոսքը արադորեն մեր մեջ փնակ։ Եվ այդ լալու համար ժամանակ պետք է դրամատրես։ Գխոստանաս, որ այսօր վնե օրական 10 վայրկյան, շատ է 10 վայրկյան, TV-ին արջև ժամերով գգենան, թիմ օրտես գերտան գնստի ժամերով, շատ է 10 վայրկյան, 15 վայրկյան, սկսե գարտալ և դես, ինչպես կյանքդ պիտի փոխվի։ Ուրեմն Աստծո խոսքը պետք է արադորեն փնագի։ Արադորեն փնագիլ մեր մեջ չի նշանակել միայն մտքի գիտություն ունենալ, հապա Աստծո խոսքին հնազանդելը ենթադրել։ Մեր դերը Աստծո խոսքը լսող և չի հնազանդող, չի գադարողը ամիտ մարդումը նմանցուց։ Ուրեմն Աստծո խոսքին արադությունը մեր մեջ այս տարի թող իրականություն դառնա, լեցվինք Աստծո խոսքով։ Դարձյալ ինչ բաներու մեջ պետք է արադանանք, սիրո մեջ, կներեք մի քանի վայրկյաններ, եթե ուշանամ, սիրո մեջ արադանալու համար առաջին Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխի մեջ կգարտանք 12 և 4-րդ գլուխի մեջ տալ։ Մեկ համար մգարտամ հոն, առաջին Թեսաղոնիկեցիս 3-րդ գլուխ 13-րդ համար։
Եվ դերը աճեցնե ու ավելցնե ծեր սերը իրարու վրա ու ամենուն վրա, ինչպես մենք ծեր վրա ունենք։ Իշ 4:9 գսե, բայց եղբայրսրության վրայով բեք չէ ձեզի բան մկրել, վասզի դուք ինքն իրենիդ Աստծուց մեզ սորված եք մեգս մեկ սիրել, եւ իրավ այդ բանը գնեք, դուք բոլոր Մագեդոնիայի մեջ եղող ամեն եղբայրներու սակայն գաղաչենք ձեզ եղբայրներ եւ քույրեր, որ ալավելի արադանակ, սիրո մեջ սերեն լավ բան մգա, արադանանք ճշմարիտ սիրո մասին է։ Պետք է ուրեմն մեր սիրո մեջ արադանանք եւ ինչ որ գնենք սիրով իքորց տնենք։ Փարիք ընելու մեջ արադանանք։ Փարիք ընելու մեջ։ Աստված մեզ ստեղծեց գսե, վասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար, որոնց Աստված առաջվան է պատրաստեց մեզ, որբեսի անոնց մեջ քալենք։ Ինչ կխորիկ դուք։ Նյութական արադության մեջ ապրիլը բոլորս ալ գուզենք։ Եկեք այս տարի, այս գիրակի ուզենք նաև հոգևոր կյանքի մեջ արադանանք։ Երանի հոժարինք ուզել։ Երանի դրամատիրը լանք բարի կորձեր ընելու։ Եվ Աստված մեր առջև թուրեր պիտի բանան։ Բոլոր սրտովս կմաղթեմ, որ 2026 տարին մեր հոգևոր կյանքը արադության մեջ լա, բտղապեր լան։ Աստուծո, Աստված իր շնորհները արադորեն մեզի տված է։ Մենք արադանանք Աստուծո խոսքով սիրո մեջ եւ բարի կորձերու մեջ։ Իբարս երրորդության ամեն։ Ամեն չսիկ երևի չի համաձայնեցակ։ Բնաշ չունի։ Դեր օրհնե ցեզի եւ միշտ հոգևոր արադության մեջ ընկնեք։ Դեր շնորհը որ ամեն մեկուս կյանքը դերոջը խոսքին արադությունով ըլլա եւ այդպես աս 2026 տարին շարունակենք։ Բիդի վերջացնենք երկելով 313-րդ երգը, երրորդ տունը զանց բիդնենք, չորրորդ տունը ոտքի եւ հովիվի նաոտքով բիդի փագենք։ Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է։ Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է, խաղության քետ գվազե, թե փորձություն կան չեմ վախնար, Գաբրիմ Հիսուսի չեմ թուլնար, օգնե ավելի ծառայեմ, գրգին դեր քեզ խովեմ, ներկայությունը միշտ սկա, երբեք քեզ մեջը հեռանամ։ Ապրիլ Հիսուսի ինչ հանգիստ, փրկի սիրով օրմած եմ խիստ, գանց կամ իրեն համար ապրիլ, մինչև մահկամքին նազանթիլ, օգնե ավելի ծառայեմ, գրգին դեր քեզ խովեմ, ներկայությունը միշտ սկամ, երբեք քեզ մեջը հեռանամ։ Ապրիլ Հիսուսի մինչև վերջ, մտնեմ իր փառքը մեծ անվերջ, տեսնեմ զայնքահին վրարջիս, ըսե ինձ որդյակս շատ ապրիս, օգնե ավելի
կրգին դեր քեզ կոմեմ, ներգայությունը միշտ սկամ, երբեք քեզ մեջը հեռանամ։ Այո Տեր Հիսուս, մեր փափակն է, որ ներգայությունը չհեռանանք, մեր սիրտը քու վրա գարչածլա, վստահենք մեր կյանքի բոլոր բարականերու մեջ, քու անհուն իմաստությանդ վստահենք, քու սիրույթ վստահենք, Տեր հատուկ կերպով բոլորիս օրհնես եւ այսօրվա այս խորհրդածությունը թող Սուրբ Հոգին մեր սրտերու մեջ թրոշմե, որբեսի Տեր աղեկ հողի մեջ ցանված լալով բդուղ փերը, արցակես մեզ քու խաղաղությանդ, փառքիդ համար, ամեն։